Օր 4. Մերձավոր Արևելքում Իրան-Իսրայել-ամերիկյան հարձակումների նոր ալիք սկսվեց, ավելի հուժկու և գեր ճշգրիտ զինատեսակներով։ Միջազգային լրատվամիջոցները հայտնեցին, որ իրանական օդուժը հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Քաթարում գտնվող ԱՄՆ ռազմաբազաներին։ Սաուդյան Արաբիայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակմանն անդրադառնալով ԱՄՆ նախագահը հայտարարել է, թե իրենք շուտով ցույց կտան պատասխան քայլերը։ Մեր հարվածները կործանարար են լինելու նրանց համար։ Իրանում հուղարկավորեցին օդային հարվածների հետևանքով զոհված 161 դպրոցական աղջիկներին։ Սիոնիստական ռեժիմը չի խորշում որևէ չարագործությունից Իրանում տեղի ունեցողը ցեղասպանություն է, որոշակի էթնիկ խմբի ոչնչացման փորձ։ Իդեպ լրագրողները ԱՄՆ պետքարտուղարին խնդրել են մեկնաբանել Մինաբ քաղաքի դպրոցի վրա հարձակման ժամանակ զոհված տասնյակ քաղաքացիական անձանց, այդ թվում երեխաների մահվան դեպքը։ Եթե սա մեր հարվածը լիներ, Պաշտպանության նախարարությունը կանցկացներ հետաքննություն, եւ ես կփոխանցեի ձեր հարցը նրանց։ Միացյալ Նահանգները միտումնավոր չէր հարվածի դպրոցին։ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը միջազգային լրատվամիջոցներին տեղեկացրել է, որ փետրվարի վերջին Իրանի հետ բանակցությունների երրորդ փուլի ավարտին պարզ է դարձել, որ համաձայնության հասնելն անհնար է։ Նրանք միջուկային զենք ստեղծելու նպատակով հարստացումը պահպանելուց բացի այլ ծրագրեր չունեն։ BBC News-ին տված հարցազրույցում ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չունի։ Դա միանգամայն պարզ է, մենք այդ մասին հայտարարել ենք եւ արձանագրել մեր զեկույցներում։ Ըստ Գրոսի, ՄԱԳԱՏԵ-ի տեսուչները մուտք չեն ունեցել ստուգման ենթակա մի շարք օբյեկտներ, իսկ որոշ տեղերում հայտնաբերվել են հարստացված ուրանի հետքեր, որտեղ դրա ներկայությունը ըստ Գրոսի չէր սպասվում։ Սակայն Գրոսին հայտնել է, որ դրանից չի կարելի եզրակացնել, թե երկիրը միջուկային ռազմական ներուժ ունի։ Ձեռք են բերել պայմանավորվածություններ երկուստեք, Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը իր առանձնատանը հրավիրում է սկզբից քաղաքական, վերնախավին, խորհրդակցություններից հետո վերջիններս գնում են, հետո հրավիրում է ռազմական։ Այդ պահին, որտեղ ինքը եւ ռազմական ամբողջ վերնախավը քննարկում են այսպես կոչված խաղաղության համաձայնագրի կետերը, Միացյալ Նահանգները նենգաբար հարվածում։ Հայ-իրանական սահմանի ագարակ անցակետում շարունակվում է Իրանից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ մարդկանց ելումուտը։ Պայթյունների ձայները շատերն են լսել, ոմանք էլ սակայն Թեհրանում խուճապային վիճակներ չեն տեսել։ Մենք Թեհրանից տաքսիով հանգիստ այստեղ ենք հասել, կգնանք Երևան, այնտեղից տուն կմեկնենք, հետագա քայլերը դեռ պարզ չեն։ Խցանումներ չկան, առանց խնդիրների հասել ենք սահման։ Իրանում դեռ անորոշ վիճակ է, անհասկանալի է թե ինչ է լինելու։ Ազգային ժողովի նախագահը Մերձավոր Արևելքի պատերազմական գործողությունները համարում է շատ մեծ աշխարհաքաղաքական հարց։ Ըստ Սիմոնյանի դա ամենամեծ պատերազմներից մեկն է, որը Հայաստանի հետ որևէ կերպ կապ չունի։ Իրենք հարվածում են ռազմական կառույցներին, որոնք կան այդ երկրում։ Հայաստանի Հանրապետությունում որևիցե ռազմական կառույց չկա։ Ըստ Ազգային ժողովի նախագահի վտանգի մասին ինքը տեղեկություն չունի եւ նրա խոսքով Իրանում իրավիճակն այնպիսին չէ, որ իրանահայերը տեղափոխվեն Հայաստան։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։